Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 16-ն է, մեր հաղորդումը կարևոր է նրանով, որ խոսելու ենք միջազգային կարևոր անցուդարձից, Թրամփը առաջին հարցազրույցն է տվել, այն առնչվում է ինչպես Թայվանին, այնպես էլ Իրանին, կարևոր փոփոխություններ կան երևի Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ, ամենայն դեպս դա ինձ նկատելի է, հենց բացի կարևոր է անդրադառնալ Ռուսաստանի ազգային ժողովի նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարություններին Հայաստանի մասով եւ նոր սպառնալիքներին։ Ընդամենը 2-3 օր առաջ Վոլոդինը սպառնացել էր Հայաստանին Ուկրաինայով եւ այսօր փաստացի նույնն է արել, բայց արդեն ավելի խորն է գնացել եւ պարզաբանել է թե ինչի է նա կարծում, որ Հայաստանը կարժանանա Ուկրաինայի ճակատագրին։ Ահա այս հարցը կքննարկենք, իր հայտարարությունները մանրամասն կքննարկենք եւ կհասկանանք արդյոք իրոք այդպիսի վտանգներ մեզ համար տեսանելի են։ Նախքան դա անպայման կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ բաժանորդագրվել, ինչու եմ միշտ կոչ անում, քանի որ տեսնում եմ, որ մոտավորապես 40%, 50%, երբեմն նույնիսկ 60% մեր դիտումները ոչ բաժանորդագրված օգտատերերի կողմից են, բոլորն են նման կոչով հանդես գալիս եւ ճիշտը դա է, քանի որ եթե դուք դիտում եք մեր ալիքը, ապա պետք է ճիշտ կլինի ավելի ճիշտ, նախընտրելի է շատ թե մեզ եւ թե ձեր համար, որ անպայման բաժանորդագրվեք, շնորհակալ եմ նախորոք բոլոր նրանց, ովքեր որ արձագանքում են եւ նաեւ շնորհակալ եմ բոլոր ջերմ մեկնաբանությունների համար, որոնք որ շատ են։ Իմիջայլոց հնարավոր է ոչ բոլորին եմ կարողանում հասցնել պատասխանել, որոշ մեկնաբանություններ հերտիկում ենք, որոշ մեկնաբանություններ ուղղակի միայն կարողանում ենք տեսնել, եթե պատասխանում ենք իհարկե շատ ավելի լավ է, բայց քանի որ շատ են այդ մեկնաբանությունները, իմիջայլոց այդ մեկնաբանությունները մեզ համար շատ կարևոր են, դրա համար ոչ բոլորի մեկնաբանություններին ենք կարողանում անդրադառնալ, բայց կրկնեմ, ամենակարևորը այն է, որ դրանք մեզ մեծ ուժ ու եռանդ են հաղորդում մեր աշխատանքի համար, մեր աշխատանքը շարունակելու համար։ Եվ քանի որ խոսեցի մեկնաբանություններից, մեկ բան ասեմ ու անցնենք առաջ։ Երեկվա մեր հաղորդման մեջ ես խնդրեցի հատկապես գյումրեցիներին մեկնաբանել, թե ինչ թռիչքներ են իրականում Գյումրիում, ինքնաթիռներ, ռազմական ինքնաթիռներ շատ բարձր ձայնով, իմ պատկերացմամբ դա ռուսական ռազմաբազայի ակտիվությունն է, քանի որ մենք տեսնում ենք տարբեր հիմա հայտարարություններ եւ փաստեր, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության ռազմաբազան փաստացի միջամտում ընտրություններին, մենք տեսնում ենք սպառնալիք Ռուսաստանի կողմից ամեն օրվա ռեժիմով, երեք խոսում էինք Լավրովի եւ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարություններից, մի փոքր մեղմ էին այդ հայտարարությունները, մի օր մեղմ են անում, մյուս օրը ավելի սուր, ընդհանուր ֆոնն եմ ասում, քանի որ ընդհանուր ֆոնը տեսանելի եւ ռազմաբազայի ակտիվությունը, այնտեղի հոգեվորականների ակտիվությունը, քարոզները, ճնշումները, սպառնալիքները եւ պարտադրելը քվեարկելու համար, դրա համար իմ պատկերացումը այն էր, որ այդ ինքնաթիռների թռիչքները նույնպես հոգեբանական ճնշման մեթոդ են, բայց տեսա երկու մեկնաբանություն, որ այդ ինքնաթիռները հայկական ինքնաթիռներ են, կողքը նաեւ հայկական ռազմաբազա չեմ կարող վիճել, չեմ կարող պնդել հակառակի մասին, բայց մինչև վերջ համոզված չեմ, որ դա այդպես է։ Սակայն նույն ժամանակ շատ կարևոր էին այդ մեկնաբանությունները, որպեսզի ես ինքս էլ ավելի լավ հասկանամ, հնարավոր է իրոք հայկական ինքնաթիռներ էին։ Այն ինչի մասին ես չեմ կարող 100%-ով պնդել, դրա համար ձեզ խնդրում եմ սիրելի հայրենակիցներ, որպեսզի դուք էլ արձագանքեք, գրեք ձեր կարծիքը, ինչպես նաեւ կիսվեք ձեր տեղեկություններով մեկնաբանությունների մեջ։ Իսկ այն հարցերի շուրջ, որտեղ որ ես համոզված եմ, միշտ չէ որ նման խնդրանքով եւ կոչով դիմում եմ։ Հուսով եմ պարզեր եւ հասկանալի ու անցնենք առաջ։ Կարևորը այսօրվա Վոլոդինի հայտարարություններն էին, որոնք որ կրկնեմ 3 օր առաջ նույնպես մտահոգիչ էին։ Եվ ինչ է ասում այսօր Վյաչեսլավ Վոլոդինը, Պետդումայի նախագահը Հայաստանի մասով։ Նա ասում է, որ մասնագետների կարծիքով, այսինքն ռուսաստանցի մասնագետների կարծիքով,
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է նրան արժենալ ՀՆԱ-ի 15-ից 20%, առնվազն 5 միլիարդ դոլարի կորուստ կարող ունենա Հայաստանի Հանրապետությունը։ Դեռ թվերի մասին միայն խոսենք հայտարարությունը հետո փորձեմ ես մեկնաբանել եւ հասկանանք, թե իրոք այդքան ամեն ինչ վատ է Հայաստանի համար։ Հայաստանի Եվրամիությանը միանալու ձգտման խոսակցությունների ֆոնին մեր երկրի հետ Վալոդինը ասում է առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է 45%-ով եւ այդ բացասական միտումը շարունակվում է։ Արիք միայն այս հայտարարությունը դեռ վերցնենք եւ մեկնաբանենք։ Մեկնաբանելու շատ բան ունենք Վալոդինի մնացած հայտարարություններից։ Ուրեմն ՀՆԱ-ի 15-ից 20%-ը, որը որ կազմում է առնվազն 5 միլիարդ դոլար։ Հայաստանը ասենք դուրս եկավ ԵԱՏՄ-ից եւ կորցնում է 5 միլիարդ, հա, ՀՆԱ-ի։ Բայց կարևոր է հասկանալ, թե դուրս եթե գալիս է Հայաստանը ԵԱՏՄ-ից, ինչ ունի դիմացը։ Իսկ դիմացը Եվրամիության շուկան է։ Վրաստանը ԵԱՏՄ-ի մեջ չէ, բավականին լավ հարուստ կայուն տնտեսություն ունի եւ ի շնորհիվ նաեւ Եվրոպայի հետ, Եվրամիության հետ ազատ առևտրի։ Դրանից բացի շատ կարևոր է հասկանալ, որ 5 միլիարդ դոլարի ներդրումը Եվրամիության համար ոչինչ չէ։ Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ հսկայական ներդրումներ է անում Եվրամիությունը Ուկրաինայի համար։ Ուկրաինայում չեմ ուզում կրկին զուգահեռներ անցկացնել, բայց հասկանալու համար Հայաստանը շատ փոքր է, թե տնտեսապես եւ թե իր տարածքով Եվրամիությունը չկարողանա օգնել Հայաստանի տնտեսությանը, որպեսզի Հայաստանի տնտեսությունը չփլուզվի եւ մնա նույն վիճակում։ Ես կասեի միանշանակ նաեւ ավելին էլ կլինի շատ արագ տեմպերով մեծ առաջընթաց կգրանցվի։ Կարող է փոքր շատ կարճ ժամանակահատվածով դժվարություններ արձանագրվեն, բայց 2 տարի էլ չի տևի այդ դժվարությունը։ Հաջորդը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 45%-ով։ Սա իմ համոզմամբ այն նվազման մասին է, որով որ Հայաստանի միջոցով պատժամիջոցներից էր նախկինում Ռուսաստանը խուսափում։ Դա մեծ հաշվով շատ օգուտ չէր բերում Հայաստանի Հանրապետությանը։ Բերում էր քիչ օգուտ բերում էր, բայց ոչ ահռելի ինչ-որ մեծ օգուտ եւ դրա մասին են խոսում հիմա ռուսները, ասելով, որ 45%-ով առևտրաշրջանառությունը նվազել է։ Այսօր իմիջիայլոց տեսա ես հայտարարություն Ռուսաստանից, թե Բալթյան երկրները Եվրամիության կազմում մտնելով, չերս կրկին կարծես Հայաստանի մասին էր խոսվում այդ ժամանակ, որ երջանիկ չդարձան Բալթյան երկրները, բայց հետո նաեւ տեսա մեկ հետաքրքիր փաստ, կարծես Լատվիան էր, թե Էստոնիան, որ այնտեղի նվազագույն եւ միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է, նույնիսկ ռեգիոններում այնտեղի ռեգիոնների միջին եւ նվազագույն աշխատավարձը շատ ավելի բարձր է ռուսական աշխատավարձից, ինչպես թե երջանիկ չեն դարձել մարդկանց տնտեսությունը անգամներով աճել այդ երկրների տնտեսությունը։ Հետո Վոլոդինը ինչ է ասում է, որ Հայաստանում աշխատող եւ այնտեղ բիզնես կառուցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները սկսել են փակել իրենց բիզնեսը Հայաստանում։ Նրանք հեռանում են ապագայի վերաբերյալ առկա անորոշության եւ հնարավոր խնդիրների պատճառով։ Նրա խոսքերով սա միայն մակերեսային պատկեր է եւ կլինեն ավելի մեծ կորուստներ։ Այստեղ ընդհանրապես համաձայն չեմ Վոլոդինի հետ, ոչ մի փաստեր չունի նա, որ նման հայտարարություններ է խոսում, այսինքն անհեթեթ անհիման առանց փաստերի հայտարարություններով է հանդես եկել այս մասով Վյաչեսլավ Վալոդինը։ Կարող է մի երկու հոգի հեռացել են Հայաստանից, բայց ինչ որ լուրջ բիզնեսի ներկայության, ռուսական բիզնեսի ներկայության Հայաստանում մասին խոսք չկա, երբեք չի եղել եւ դրանից ելնելով նաեւ չեղացած բիզնեսի եւ չեղացած բիզնեսմենների հեռացման մասին էլ բնականաբար խոսք լինել չի կարող։ Եվ երրորդը, որը որ ավելի կարևոր է իր հայտարարությունների մեջ, որը որ նույնպես ուզում եմ ձեզ ներկայացնել, այն է, որ Փաշինյանի քաղաքականությունը իր խոսքերով նպաստում է հայ հասարակության պառակտմանը եւ այդտեղ նա համեմատել է իրավիճակը Ուկրաինայի հետ։ Ինչ պառակտման մասին է խոսում Վալոդինը։ Իմ խորին համոզման այն պառակտման մասին է խոսում, որը որ առաջանում է հենց իրենց պատճառով։
իրենց ջանքերով, իրենց հիբրիդային հարձակումների պատճառով։ Այսինքն, քանի որ Հայաստանի իշխանությունները չասեմ աչք են փակում, ասեմ ոչինչ չեն անում, բայց ընդհանուր առմամբ այնպես էլ չեն անում, որը որ ցանկալի է որ վարվեն, քանի որ թույլ են տալիս, որ այդ հիբրիդային պատերազմը այնուամենայնիվ տեղի ունենա, Հայաստանի ընդդիմադիր կոչվածները իրականում ռուսական ագենտները ամեն օրվա ռեժիմով սուտ տարածեն Հայաստանում, տեղեկատվական արշավ են անեն Հայաստանում, տեղեկատվական պատերազմ սկսեն, ժողովրդի հոգեբանության վրա ազդեն, փորձեն կողմնակիցներ հավաքել, ահա այդտեղից բնականաբար առաջանում է պառակտում, եւ այդ պառակտման հեղինակը այսօրվա Ռուսաստանի իշխանություններն են։ Սա փաստ է, ցավում եմ սա նշում, քանի որ նբանբան իրոք չպետք է լիներ, եթե նորմալ երկիր լիներ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենայինք եւ ագրեսիվ քաղաքականության փոխարեն այլ տեսակի քաղաքականություն վարեր Ռուսաստանի Դաշնությունը իր հարևանների հետ, բայց ունենք այնինչ ունենք եւ այդ պառակտման հեղինակը հենց իրենք են ու դա նաեւ ինչ որ չափով տեղի ունենում Հայաստանի իշխանությունների պատճառով, քանի որ չեն ձերբակալում եւ վերացնում, արմատախիլ անում պրոռուսական ագենտուրան Հայաստան։ Բոլորինը նաեւ ասում է, որ մենք արդեն տեսնում ենք պատմության վերաշարադրումը եւ ազգային ավանդական հիմքերի խաթարելու փորձերը։ Փորձենք նաեւ սա մեկնաբանել։ Երբ մեկնաբանում ենք, որ Վաչեսլավ Վալոդինին տեղ չթողնենք եւ մենք էլ բոլորը սիրելի հայրենակիցներ միասին արձանագրենք, որ դա սուտ է։ Ինչ է նշանակում պատմության վերաշարադրումը։ Եթե մեկը կարծում է Ռուսաստանում, որ մենք մոռացել ենք հայոց պատմությունը, չէ։ Մենք շատ լավ գիտենք, թե Արցախը ինչպես հանձնեցին Ադրբեջանին։ Ոչ միայն հիմա, այլ նաև անցած դարասկզբին։ Մենք դա շատ լավ գիտենք։ Մենք գիտենք նաև, թե Նախիջևանը ինչպես հանձնեցին։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես Կարսը հանձնեցին, թե ինչպես 1915 թվականին, երբ Անդրանիկը իր զորքով փորձում էր ազատագրել Արևմտյան Հայաստանը, փրկել հայ ժողովրդին ցեղասպանության ժամանակ, մնացած որ ծառավ սոված ժողովրդին, որը որ գնում էր Անդրանիկի հետևից, ինչպես էին ռուսները վախեցած գնում Անդրանիկի հետևից, բայց նույն ժամանակ խափում եւ հույս տալիս Անդրանիկ զորավարին, որ մենք կգանք քո հետևից, կպաշտպանենք այն ամենը, ինչ դու ազատագրում ես, թե ինչպես Անդրանիկը հասավ մինչև Էրզրում եւ թե ինչպես ստացան հրաման ռուսները արագ թողնել հայերին եւ հետ վերադառնալ։ Մենք շատ բան գիտենք, կարող եմ այստեղից շատ բաների մասին խոսել, թե ինչպես են վարվել ռուսները, թե ինչպես հանձնեցին Կարսը։ Ես եղել եմ Կարսում եւ տեսել եմ այն երկաթուղային վագոնը, այդպես ասենք, ռուսերենով, որի մեջ որ ստորագրվել է այդ խայտարակ պայմանագիրը ռուսների եւ թուրքերի կողմից, որ Կարսը հանձնում են թուրքերին։ Ահա այդ պատմության մասին է խոսում Վալոդինը, կամ ազգային ավանդական հիմքերի խաթարման մասին երբ խոսում է։ Մենք շատ լավ ծանոթ ենք մեր ազգային ավանդական հիմքերին։ Մենք 5000 տարվա պատմություն ունենք, Վալոդինը նույնիսկ չի կարող պատկերացնել, թե ինչ է դա, չի կարող երևակայել, թե իրենք որտեղ էին այդ ժամանակ, ինչպես ինքը կարող է պատկերացնել իր ժողովրդի պատմությունը այդ ժամանակներում, եւ մենք հայերս այդ ժամանակներից ունեցել ենք ազգային մտածողություն։ Ճիշտ է, ոչ միշտ է այդ ազգային մտածողությունը օգնել մեզ հաղթահարել բոլոր խնդիրները, քանի որ այդ ժամանակ էլ մեջ ունեինք շատ պարսկասերներ, արաբասերներ, ռոմասերներ, բյուզանդասերներ եւ այդպես շարունակ, բայց այնուամենայնիվ մենք այդ ամենը ունեցել ենք եւ ունեցել ենք այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը ընդհանրապես գոյություն չուներ։ Նա նաեւ ասում է այն, թե արևմտյան լիբերալ արժեքները պարտադրվում են հայ ժողովրդին, իսկ եկեղեցին հալածվում են։ Նախ արևմտյան լիբերալ արժեքներ, երբ որ ինքը ասում է, խորը ատելություն է դնում այդ ամենի մեջը, կարևոր է մեկ բան հասկանալ, որ հայ ժողովուրդը եւ հայկական քաղաքակրթությունը այնքան հին է, որ արդեն եվրոպացիները իրենք են խոստովանում եւ մենք վերջերս դա բազմիցս տեսանք, որ հայկական քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության համար
բնորան է։ Բնորան է, օրան եւ օրորոց։ Այդտեղից է առաջացել նաև եվրոպական քաղաքականություն։ Հայկական բարձրավանդակից, Հունաստանից, Հռոմից նրանց կարևորությունը նույնպես ոչ ոք չի հերքում։ Բայց շատ կարևոր է նշել, որ մենք օրորոցի նման կարևոր երկիր ենք եվրոպացիների համար։ Նախկինում շատ բան է մեզանից սովորել նույն Եվրոպան։ Ճիշտ է, այսօր էլ մենք հետ ենք ընկել, շատ դուրս ծով հետ ենք ընկել, քանի որ Հայաստանը դարձավ խորհրդային, Հայաստանը մնաց խորհրդային մասում եւ այդ դեգրադացիան տեղի ունեցավ, իսկ Եվրոպան զարգացավ, մենք հետ ընկանք շատ հարցերով, հիմա փորձում ենք վերականգնել մեր տեղը Եվրոպայում։ Դրա վկայությունն է նաև Կիլիկյան, մեր թագավորների հարաբերությունը Եվրոպայի հետ եւ ոչ միայն Կիլիկիայի, անի թագավորությունը նույնպես շատ խորը հարաբերություններ ունեցել Եվրոպայի հետ, ուղղակի Կիլիկյան թագավորությունը ավելի սերտ խորը շատ խորը հարաբերություններ ունեցել եվրոպացիների հետ եւ դրա համար նաեւ մեր թագավորներից մեկը թաղված է այսօր Ֆրանսիայում։ Ֆրանսիացիների հետ հատուկ խորը նույնիսկ ազգային կապեր է ունեցել հայկական Կիլիկյան թագավորությունը։ Բայց սա ինչ բացատրենք Վոլոդինին մաս չունի, ինքը դժվար թե կարողանա այդ ամենը հասկանալ եւ ընկալել։ Իսկ ինչ վերաբերվում է եկեղեցու մասով նրանց դիրքորոշումը ամենտեղ նույնն է։ Իրենք փորձում են վերահսկողություն ունենալ բոլոր այդ խորհրդային եկեղեցիների վրա, այդ թվում նաև մահմեդականների վրա, ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև մահմեդականների վրա։ Եվ երբ որ ինքնիշխան պետությունները եւ ժողովուրդները փորձում են ազատվել այդ լծից, վերականգնել իրենց ազգային եկեղեցիները, դրա համար ռուսների մոտ այդպիսի հակազդեցություն է առաջանում։ Ռուսների երբ որ ասում եմ, դա էլ եմ սխալ ասում, քանի որ Ռուսաստանի այսօրվա իշխանություն ասելը շատ ավելի ճիշտ է։ Եվ վերջում Վոլոդինը արձանագրում է այն, որ դրա պատճառով, այդ ամենի պատճառով Հայաստանը ունենում է պառակտվածություն, հայ ժողովուրդը ունենում է պառակտվածություն, եւ դա թերևս ամենամեծ կորուստն է, որը կարող է կրել Հայաստանը իր միասնության կորուստը, կրկնեմ, մեր միասնության խնդիրը եւ վտանգը, ամենամեծ վտանգը գալիս է ռուսական պուտինյան ռոպագանդայից։ Բայց նա կրկին փորձում է շարունակել իր միտքը, ասելով, որ ահա այստեղից են սկսվում խոշոր խնդիրները տարբեր երկրներում եւ ասում է, որ ահա մենք այստեղից հիշում ենք նաեւ Ուկրաինան, այնինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ 2014 թվականին։ Եվ այդ վերջին տողերը եւ այդ վերջին հայտարարությունը իր կողմից կոնկրետ սպառնալիք է Հայաստանի համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Բայց կրկնեմ իմ տեսակետը եւ ես համոզված եմ այն ամենի մեջ, ինչ ասում եմ, դա նախընտրական քարոզչության մասն է։ Դա նախընտրական սպառնալիքներ են։ Քանի որ ռուսները շատ լավ գիտեն, որ ամեն հայ չէ, որ քաղաքականապես կրթված է, քաղաքական գիտելիքներով զինված է եւ իրենք կարծում են, համոզված են, որ մի մասը անպայման կվախենա եւ այդ վախերից ելնելով կքվեարկի իրենց տեխնացուների օգտին, Ռուսաստանի տեխնացուների օգտին։ Հիմնականում այսքանը այս մասով սիրելի հայրենակիցներ, բայց հույսով եմ ես Վոլոդինի բոլոր բարձրացրած թեզերին կարողացա ճշգրիտ եւ լավ պատասխան տալ։ Հիմա անցնենք Իրանին եւ Թայվանին, ինչ որ տեղի ունենում Իրանի եւ Թայվանի շուրջ, դա եւս հետաքրքիր է եւ դա եւս չի կարող մեզ չվերաբերվել, քանի որ երբ որ աշխարհակարգերի փոփոխություն է տեղի ունենում կամ աշխարհում գլոբալ տեկտոնական շարժեր են տեղի ունենում, դա անպայման մեզ վերաբերվելու է։ Մենք տեսնում ենք, որ հիմա Թրամփի այցից հետո ամսի 19-ից 20-ը Պուտինն է շտապում արդեն Չինաստան։ Պարզվում է, որ լուրջ պայմանավորվածություններ այնուամենայնիվ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև եղել են։ Ամենայն դեպս բոլոր հայտարարությունները Թրամփի դա են մեզ հուշում, քննարկել են Թայվանը եւ Թրամփի դիրքորոշման մեջ կա փոփոխություն Թայվանի մասով, բայց նախքան Թայվանին անցնելը կարևոր է նշել, որ New York Times-ի տեղեկություններով մոտակա օրերս կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսել պատերազմ, իսկ Թրամփը իր հայտարարությունների մեջ ասել է, որ ընդամենը 2 օրում մենք կավարտենք այն, ինչ սկսել էինք Իրանի հետ,
հիշեցնելով կամուրջները եւ էլեկտրական ցանցեր, այսինքն ամենայն հավանականությամբ Թրամփը պատրաստվում է հարվածներ նոր եւ շատ ավելի լուրջ հարվածներ հասցնել Իրանին։ Դրանից բացի Reuters-ը տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հորմուզի նեղուցը շրջանցող նոր կարևոր նավթատար են կառուցելու եւ 2027 թվականին այն արդեն գործարկվելու է, դրանից բացի օգնելու է, որպեսզի երկիրը ավելի շատ, երկու անգամ շատ նավթ կարողանա արտահանել, այնպես որ Հորմուզի նեղուցից էլ կախվածությունը կարող է Պարսից ծոցի երկրների շատ արագ ձևով սկսել նվազել, այսինքն այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատանքներ է տանում Միացյալ Նահանգները եւ Պարսից ծոցի երկրները նույնպես տանում են լուրջ աշխատանքներ։ Թրամփը նաև տեղեկացրել է այն մասին, որ այս գիշեր ամերիկյան զորքերը իր հրամանով նիգերիացի զինված ուժերի հետ շատ կարևոր հատուկ օպերացիա են իրականացրել աֆրիկյան այդ երկրում եւ ոչնչացրել են Աբու Բիլա ալ-Մինուկին, իսլամական պետություն կոչված խմբավորության ամենակարևոր առանցքային դեմքերից մեկին։ Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցերում, բայց ինչ վերաբերվում է Թայվանին, ահա այստեղ կարծում ամենակարևորն է, քանի որ Չինաստանի եւ Սի Ցզինպինի հիմնական պահանջները կապված էին Թայվանի հետ եւ Թրամփը ասում է, որ իրենց մոտեցումները Թայվանի նկատմամբ իբր չեն փոխվել, բայց հետո հայտարարություններից պարզ է դառնում, որ փոփոխություններ այնուամենայնիվ կան, երբ որ նա արդեն սկսեց խոսել, թե մենք չենք մտնելու պատերազմական գործողությունների մեջ 95,000 միլ հեռավորության վրա, այստեղից պարզ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դժվար թե ցանկանան, կամ ավելի ճիշտ Դոնալդ Թրամփը դժվար թե ցանկանա պաշտպանել Թայվանը, եթե նման հարձակում Չինաստանի կողմից լինի։ Դրանից բացի Թրամփը հայտարարել է, որ Թայվանին պետք չի անկախություն, իրենք չեն աջակցելու Թայվանին անկախության մասով, եւ այն լրագրողի հարցին, թե այս հայցից հետո թայվանցիները իրենց ավելի ապահով զգալու են, թե չէ, Թրամփը շատ նեյտրալ պատասխան է տվել, այսինքն ամենայն հավանականությամբ ոչ թե ավելի պաշտպանված են զգալու, այլ ավելի չպաշտպանված են զգալու։ Նաև երբ որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կարևոր չիպեր են տրվելու հիմա Չինաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, Nvidia-ի կողմից, իսկ այդ չիպերի մեծ մասը արտադրվում է նաև Թայվանում, դա եւս շատ բան է նշանակում։ Դրանից բացի հայտարարվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սի Ցզինպին-Թրամփ հանդիպումից հետո դեռևս դադարեցրել են կամ կանգնեցրել են ժամանակավոր Թայվանին զենքի մատակարարումը։ Եվ Թրամփը ասում է, որ շատ մեծ զենքի մասին էր խոսքը, թվերը չեմ հիշում, բայց մոտավորապես 8-9 միլիարդ դոլարի զենքի մասին էր կարծես խոսքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում էին տրամադրել Թայվանին։ Իմիջիայլոց նախքան Թրամփի այցը փոքրիկ խմբականակի մասին Թայվանին տրամադրվող Պենտագոնը հայտարարել է, բայց դա շատ փոքր թիվ է այն թվի համեմատ, որ ես արդեն նշեցի, երևի 500 միլիոն դոլարի մասին էր հայտարարվել, եթե չեմ սխալվում։ Իսկ հիմա խոսք կար մինչև 8 միլիարդ դոլարի զենք տրամադրելու մասին, ինչը չի շտապում անել Դոնալդ Թրամփը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։